Արդյոք նորմալ է, երբ քրիստոնյան հավատում է չինական հորոսկոպին եւ հավատում է, որ այս նոր տարին ձիու, ոչխարի կամ էլ էշի տարի է։ Իհարկե ոչ։ Հորոսկոպի կամ կենդանակերպի նշանները որևէ կապ չունեն ոչ Աստվածաշնչի, ոչ էլ քրիստոնեության հետ։ Կենդանակերպին հավատալը պարզապես անմեղ խաղ չէ։ Դա հին հեթանոսական կախարդական համակարգ է։ Չի կարող մարդն ասել ես քրիստոնյա եմ եւ միաժամանակ հավատալ, որ իր ծնված տարին կամ գալիք տարին արյուծի, ձիու, օձի կամ այլ կենդանակերպի տարին է։ Ինչ է դա նշանակում, որ կամովի Աստծուն դուրս ես հանում քո տարուց, քո կյանքից։ Ասում ես, թող այս կենդանակերպի նշանը որոշի իմ կյանքը, ապագան եւ տարին, թե ինչպիսին պետք է այն լինի։ Եվ նույնիսկ սկսում ենք մտածել, ինչ գույնի զգեստ հագնել ամանորին, ինչ դնել սեղանին, որ հաճեցնենք այդ կենդանուն եւ մեր տարին հաջողակ լինի։ Այսինքն, մեր հաջողությունը փոխանակ, որպես քրիստոնյա կապենք Քրիստոսի հետ, այն կապում ենք մի անտեսանելի կենդանակերպի ուժի հետ, որն իրականում դիվական ուժ է։ Եվ փաստացիորեն ժամանակի իշխանությունը հանձնում ենք ոչ թե արարիչ Աստծուն, այլ ենթադրյալ կամ ստեղծված արարածին։ Երբ քրիստոնյան գնում է հեթանոսական ճանապարհով, նա բացում է դուռը ոչ թե օրհնության, այլ հոգևոր խավարի եւ անեծքի համար։ Կախարդության ցանկացած ձև իր մեջ անեծք է պարունակում, որովհետև մարդը վստահում է ոչ թե Աստծուն, այլ ուժերի։ Տարիները, ժամանակները, օրերը Աստված է ստեղծել եւ դրանք Աստծո ձեռքում են, ոչ թե որևէ կենդանու, նշանի կամ խորհրդանշանի։ Դանիել 2:21-ում ասվում է. Նա է փոխում ժամանակներն ու պահերը։ Աստվածաշունչը մեզ երբեք չի պատվիրել հաճեցնել այս կամ այն կենդանակերպին, այլ Առակաց 3:5-ում ասվում է. Հույսը դիր Տիրոջ վրա ամբողջ սրտով։ Եվ Մատթեոս 6:33-ում ասվում է. Խնդրեցեք նախ Աստծո արքայությունն ու արդարությունը, եւ ամեն բան կտրվի ձեզ։ Բայց ցավոք մարդկությունն ավելի հակված է իր հավատքը, հույսը, կյանքը կապել տարօրինակ երևույթների, կենդանիների, նշանների վրա, քան հենց իրեն ստեղծող արարիչ Աստծո։ Կենդանակերպերի համակարգը ստեղծվել է մեր թվարկությունից առաջ, մոտ 2000-ից 3000 տարի առաջ։ Հին Բաբելոնում, Ասորեստանում, Հին Եգիպտոսում եւ Հին Հունաստանում աստղերին, արևին, լուսնին եւ կենդանական խորհրդանշաններին երկրպագում էին որպես աստվածների եւ դրանց միջոցով գուշակություններ եւ կախարդություններ էին անում։ Նրանք հավատում էին, որ մարդու ճակատագիրը որոշվում է աստղերի դիրքով, կենդանակերպի նշանով, տարվա խորհրդանիշով։ Տարիներ անց մեր թվակությունից առաջ 5-ից 3-րդ դարերում նույն գաղափարի վրա ձևավորվեց չինական կենդանակերպը։ Այս ամբողջ համակարգը ոչ թե գիտություն է, այլ գուշակություն։ Հին Չինաստանում հավատում էին, որ մարդը ծնվում է որոշ կենդանու ազդեցության տակ։ Այդ կենդանին է որոշում նրա բնավորությունն ու ապագան։ Տարիների կենդանակերպի հերթափոխը ազդում է կյանքի ընթացքի վրա։ Սա նշանակում է, կենդանին դառնում է մարդու կյանքի անտեսանելի կառավարիչը, վերահսկողը, պատասխանատու Աստվածը։ Երբ մարդն ասում է, ես այս նշանի տակ եմ ծնվել, կամ այս կենդանու տարին է, նա փաստացիորեն ընդունում է, որ իր կյանքի ընթացքը կախված է ոչ թե Աստծուց, այլ ուժերից։ Եվ Աստված այդտեղ անզոր է բան փոխել։ Այս բոլոր համակարգերը մի ընդհանուր բան ունեն։ Մարդը ճակատագիրը կապում է ստեղծվածի հետ, ոչ թե արարչի, եւ փաստացի այդ նշաններին զորություն տալով դրանց աստվածացնում է, որը հենց առաջին պատվիրանի խախտումն է, որ ասվում է. Ես եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս։ Աստվածաշնչում Ծննդոց 1:26-ում ասվում է. Եվ Աստված մարդուն իշխանություն տվեց երկրի եւ կենդանիների վրա։ Իրականում կենդանին ստեղծված է մարդու համար, ոչ թե մարդը կենդանու, եւ ոչ մի կենդանի իրավունք չունի սահմանելու, թե ով ես դու եւ ինչ կլինի քեզ հետ։ Մինչ հորոսկոպն ասում է տարիդ հանձնիր կենդանակերպի վերահսկողությանը, Աստվածաշունչը Սաղմոս 31:15-ում ասում է. ժամանակները Տիրոջ ձեռքում են։ Մինչ չինական հորոսկոպը սովորեցնում է, դու այսպիսին ես, որովհետև այս կենդանու տարում ես ծնվել։ Աստվածաշունչը 2 Կորինթացիս 5:17-ում ասում է. եթե մեկը Քրիստոսում է, նա նոր արարած է։ Մինչ հորոսկոպն ասում է,
ապակատ գուշակիր թվերով եւ տարիներով, Աստվածաշունչը Ղևտացիս 19:31-ում ասում է. «Մի դիմեք գուշակներին»։ Երկրորդ Օրինաց 18:10-ում ասում է. «Ձեր մեջ թող չգտնվի գուշակող, հմայող, հավահարց, վհուկ, կախարդ, նշանագետ, քանի որ այդ բոլորը գարշելի են Աստծո համար»։ Այսպիսով տեսնում ենք, որ այն հիմնովին հակասում է Աստծո խոսքին։ Աստվածաշունչն ասում է. Քրիստոսն է Տերը, նա է կյանքի սկիզբն ու ավարտը, նա է ժամանակի Տերը։ Հայտնություն 22:13-ում ասվում է. Ես եմ Ալֆան եւ Օմեգան, սկիզբն ու վերջը։ Կողոսացիս 1:16-ում ասվում է. որովհետև նրանով ստեղծվեց ամեն բան, ամեն ինչ նրանով եւ նրա համար ստեղծվեց, եւ նա ամեն բանից առաջ է, եւ ամեն բան նրանով է հաստատ կանգնած։ Սիրելիներ, որպես քրիստոնյաներ մեր հավատքի հիմքը պետք է լինի Աստծո խոսքը, եւ եթե մենք հավատում ենք մի բանի, որը հեթանոսություն է, կախարդություն, եւ որին Աստված դեմ է, ուրեմն դարձի գալու եւ ապաշխարելու ժամանակն է։ Եկեք լինենք քրիստոնյա ոչ թե անունով, այլ մեր ապրած կյանքով։ Եկեք այս նոր տարում ուղղորդվենք ոչ թե կենդանակերպով, այլ Հիսուս Քրիստոսով եւ նրա առաջնորդությամբ, ոչ թե կանխատեսումներով եւ գուշակություններով, այլ աղոթքով եւ Տիրոջը հուսալով։ Թող մեր տարվա ամեն օրը լցված լինի Տիրոջ ներկայությամբ եւ շնորհքով։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։